Զմարու բարդիակական միապանության հիմնադիր Աբրահամ Պետրոս առաջին Արձիվյան Կաթողիկոսի երազն էր հիմնել հայկական վանքը, որը լար ոչ միայն աղոթատեղիմը, այլև ուխտավայրը, մշակութային կենտրոնը, գրթական օջախը եւ գիտության գաճարը։ Պատմական այս տվյալներեն կհասկանանք, թե հիմնադիր Հայրապետը իմիդի ուներ արդեն 1742-ին վանքին գից հիմնել տբրևանքը, ուր պատրաստվեին հայ կաթողիկ եկեղեցվո աբակա սերունդներ։ Սակայն այդ տարիներու դժվարությունները կխափանեն Հայրապետին երազին իրականացումը։ Հակոբ Պետրոս երկրորդ Հովսեփյան կաթողիկոս առաջին հերթին իրականացնե հիմնադիր Հայրապետին երազը, երբ իր օրով արդեն իսկ կգառուցվի հայկական վանքը զմարու մեջ, ուր հիմը կտրվի հասարակած կյանքիմը։ Փաստաթուղթի միջոցով կդեղականանք, թե 1772-ին արդեն գոյություն ունեցած է աշակերտական հասարակությունը, որուն թիվը 1774-ին հասած է 18-ի կամ 19-ի։ Այնուհետև Միքայել Պետրոս երրորդ Կասպարյան կաթողիկոս իրագործելով իր նախորդներուն երազը կհիմնի առաջին նորընձայարանը։ Այս ծրագիրը կզարկանա եւ Կասպարյան կաթողիկոս անգամ եւս կնպատակադրե նոր շենք կառուցել նորընձայարանը ավելի ընդարձակելու մտադրությամբ։ Ուստի ան իր պապակը կներկայացնե Սուրբ Պետրոսի հաջորդին, սակայն օգնություն չի կրնար ստանալ տնտեսական ներգացության պատճառով եւ կվախճանի առանց կարենալ իրագործելու իր ծրագիրը։ Իրեն կհաջորդե Բարսեղ Պետրոս 4-րդ կաթողիկոս Ավկադյանը։ Ան նամակներ գուղարկի այլազան երկիրներ դյութական օժանդակություն ապահովելու համար եւ 12 սենյակներ կկառուցե նորընձաներուն համար։ Իր օրերուն սակայն սենյակները կքանդվին փոթորիկներու պատճառով։ Անոր հաջորդը Գրիգոր Պետրոս 5-րդ Կուպելյան կաթողիկոսը 10 սենյակներով եւ լայն սրահով նորընձայարանը կկառուցե Միքայել Պետրոս 3-րդ կաթողիկոսի կառուցած տբրևանքին գից։ Այս նպատակով հանքանակված տրամին բարերարն էր Միքայել աղա Պապունյանը։ Բարերարին անունը հավերժացնելու նպատակով Սուրբ Միքայել հրեշտակապետին պաշտպանության կնվիրվի ընձայարանը։ Ինչպես կնկատենք, աստվածային նախախնամությամբ եւ հիմնադիր Հայրապետը եւ մեծ բարերարը կգրեն Միքայել անունը։ Հետևաբար այսօրվա սերունդը երախտաբար դե ու կմնա երկու Միքայելներուն։ Առաջինը իր հայրապետության օրերուն հագարակ կյանքի ներգացության իրականացուց իր նախորդներուն երազը, հիմնելով գրթական օջախը, ուր պիտի պատրաստվեին ասկին ու եկեղեցու նվիրյալներն ու աբակա հովիվները։ Իսկ մույսը ավետարանի շունչով լեցուն Աստուծո դված քանքարները կարողացավ լավ մատակարարել ու այն օրերուն արադացերնությամբ կատարեց ընձայարանի կառուցման բարերարությունը։ Գրիգոր Պետրոս 5-րդ Կուպելյան կառուցել տվավ նաև երկհարգանի նորընձայարանը 20 նոր սենյակներով, որ 500 թրքական տահեգանի ավելի արժեց։ Այս տբրևանքին համբավը դարածվեցավ աշխարհի 4 ծակերուն, ուր նվիրատվություններու արժանացավ նորընձայարանը։ Հռոմի Ուրբանյան վարժարանին օրինագին հետևելով Գրիգոր Պետրոս 5-րդ Կուպելյան կգազմագերբե ներքին հոգևոր եւ ուսումնական գրթական համագարկը։ Իսկ 1812-ին յետ Գրիգոր Պետրոս 6-րդ կաթողիկոս Ջերանյանի դնորինումով ուսումնական վերջին տարիները կհատկացվին աստվածապանության հայերեն լեզվով եւ միաժամանակ կդասավանդվին լատիներեն, իտալերեն եւ արաբերեն լեզուները։ Գրիգոր Պետրոս 8-րդ կաթողիկոս Տեր Աստվածադուրյանի օրերուն նորընձաներու թիվը կհասնի 70-ի։ Նորընձայարանը կփակվի 1918-ին համաշխարհային առաջին պատերազմի տարիներուն։ Իսկ 1922-ին գրգին կսկսի կործել 7 աշակերտներով,
որ մեյետ թիվը աստիճանաբար գահասնի 35-ի։ 1926-ին նորընծաները գիչնեն Բեյրութ եւ գահաջախեն Հիսուսյաններու Սուրբ Հովսեփ համալսարանը։ 1934-ին Պարսակույն ուսման հետևելու համար զմարու մեծ ընձայարանի 9 աշակերտները Հռոմ գմեկնին։ Գմտնեն քահանայապետական Լևոնյան հայ վարժարան։ Ուստի անոնք կհետևին իմաստասիրական եւ ասպազապանական դասընթացներու Հիսուսյան հայրերուն համալսարանեն ներս։ Հազար 1949-ին զմարու աշակերտները կփոխադրվին Ջունիի հոյագապ շենքը, զոր շինել գուդա վսեմաշուկ գարդինալ Գրիգոր Պետրոս 15-րդ Աղաջանյանը, իսկ Քյուպելյան Գաթողիկոսի գառուցած տպրևանքը աբակային կվերածվի մատենադարանի։ 7 հուլիս 1963-ին դեղի գունենա բացումը զմարու վանքինգից նորագետ նորընձայարանին, որ գառուցել տված էր դարձյալ վսեմաշուկ կարդինալ Գրիգոր Պետրոս 15-րդ Աղաջանյանը, իր մոր Դիրամայր Իսկուհի Աղաջանյանի հիշատակին։ Անոր բացման հանդիսության գնահակահե ամենաբադիվ Իգնատիոս Պետրոս 16-րդ Բատանյան հոգևոր դերը, ինչպես նաև ներկա կգտնվի Գարդինալ Աղաջանյանի քույրը։ Գարդինալ Աղաջանյան, ավազանի անունով Ղազարոս, ծնած է 18 սեպտեմբեր 1895-ին, Ախրցխայի մեջ։ Դեղվույն գոչումներու հանձնախումբի պատասխանատու Գերաբադիվ հայր Սարգիս Տեր Աբրահամյան 11 տարեկան Ղազարոսը գուղարկե Հռոմ ուսումը շարունակելու համար Ուրբանյան ուսումնարանի մեջ։ 23 դեկտեմբեր 1917-ին 22 տարեկան հասակին կցերնատրվի քահանա, գրելով Ֆրանցիսկոս անունը։ 1919-ին կստանա քաղաքական եւ եկեղեցական իրավագիտական մասնակետի վկայականը։ 1921-ին կստանցնե Լևոնյան վարժարանի փոխտեսուչի պաշտոնը, իսկ 11 հուլիս 1935-ին կցերնատրվի եպիսկոպոս։ 1937 թվականին Ֆրանցիսկոս Աղաջանյան գնդրվի գաթողիկոս եւ կստանա Գրիգոր Պետրոս 15-րդ անունը։ Դասնութը փետրվար 1946-ին Բիոս 13-րդ սրբազան քահանայապետի օրով Գրիգոր Պետրոս Աղաջանյան կստանա ծիրանակույն գլխարկ եւ կդառնա դիդղոսավոր գարդինալ։ 1955-ին նույն քահանայապետը զինքը կնշանակե արևելյան եկեղեցիներու կանոնակրի հանձնախումբի նախագահ, իսկ 1958-ին անոր գվստահի հավատքի դարազման հանձնախումբի վարիչի պաշտոնը։ 1959-ին իրեն դեղակալ կնշանակե Արիաբադիվ Ալոզիոս arczepiskopos Պատանյանը։ 11 հոկտեմբեր 1962-ին 8 դեկտեմբեր 1965-ին Վատիկանյան դիեզերական բեն ժողովին իր կորձոն մասնակցությունը բերած է եւ եղած է համագարկող հանձնախումբին անդամ։ 1962-ին ան իր հրաժարականը կներկայացնե եւ կմնա Լևոնյան վարժարանի մեջ։ Իր հրաժարական նամակի մեջ կգրե. «Թեև չունենք այլևս բادرիակության անմիջական պատասխանատվությունը, սակայն անփոփոխ կմնա մեր սերը բադվական հասարակության եւ նահատակ ասկին հանդեպ եւ գամքը անոնց ծառայելու»։
Գաթողիկոսական պաշտոնեն հրաժարած անբարձր կքննադե եկեղեցական աբակա սերունդի պատրաստողական դարիները։ Քաչադեղյակ դարուն գիտական մարզերեն ներս արձանակրված բոլոր հարաշխաղացներուն անգլծվի ասկանավեր ու աստվածահաջո զմարու վանկին գից տբրևանաշինության, որուն աշխատանքները սկիզբ կառնեն 1960 թվականին։ Աղաջանյանի առողջական վիճակը հետս հետեգված թարանա եւ 1971 մայիս 16-ին գավանտե իր հոգին։ Անոր մարմինը գամփոփվի Հռոմի Լևոնյան վարժարանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մադրան տամպարանի մեջ։ Գարդինալի հիմնած Սուրբ Միքայել ընձայրանեն ներս 1993-ին գսկսի կործել 3 ժառանգավորներու բաժինը Զորս հետակային կնվիրվի Երանելի Իգնատիոս Մալոյանի պաշտպանության։ 2001 թվականի օգոստոս ամսունդեղի ունեցած միապանական ընդհանուր ժողովին որոշում կդրվի համալսարանական աշակերտները բահել սույն ընձայրանեն ներս ու ապա զանոնք ուղարկել Հռոմ մասնակիտանալու։ Ընձայրանի հասարակությունը ունի իրեն հadoop օրագարկը։ Անոնք միասնապար կմասնակցին բադարակի սուրբ զոհին ու օրվան պատկամով կլիանան, ինչպես նաև Քրիստոսի մարմինով ու արյունով կհաղորդվին։ Սուրբ Միքայել նորընձայարանի թմբրոցական աշակերտները գհաջախեն հայ գաթողիկե Մեսրոբյան եւ Սուրբ Խաչ Պարսակույն վարժարանները, հետևելով պետական հայդակրին մինչև բակալորիա։ Աբա հաջողությամբ ավարտել է այդ ձայն, անոնք կանցնին Իգնատիոս Մալոյան ընձայարանի ժառանգավորներու շարքին ու գշարունակեն իրենց ուսումնառությունն ու զարգացումը հմդանալով փիլիսոփայության եւ ասպազապանության մարզերում մեջ։ Սույն սրբազան թարգնոցի մեջ ներկայացված համապարփակ ծրագրին զուգահեռ ավանդույթ դարձած է գազմագերբել նաեւ միջոցառումներ, նվիրված հոգևոր եւ ասկային դոներու եւ դեմքերու, որոնք կմիտին բարձրացնելու ժառանգավորներու մոտ հոգևոր եւ ասկային գիտելիքներու իմացությունը։ Իսկ արձակուրդներուն կգազմագերբվին շրջաբդույթներ, Լիբանանի դեսարժան վայրերն ու սրբավայրեր, այցելություն, քույր եկեղեցիներ ու վանքեր, որով կնպաստենք համամիութենական շարժման։ Բարդ կսկանք հիշելու, թե 2005 թվականին նորընձայարանը իր երկու բաժիններով հիմնական նորոգության կենտարգվի վարչության ժրաչան եւ հետևողական աշխատանքով։ Անոր վերապացման հանդիսության ներկա կգտնվին միջին արևելքի գաթողիկոսները, որոնք զմար կգտնվեին շրջանի բادیակներու ընդանուր ժողովի մասնակցելու 2006-ի հոկտեմբերին։ Հանդիսավոր բացումը կկատարվի ամենաբադիվ եւ գերերջանիկ Ներսես Պետրոս 19-րդ կաթողիկոս բادیակի նախակահությամբ եւ այժմ հոն կպատրաստվին ու կդաստիարակվին ժառանգավորներ, որոնք պիտի դառնան հայ կաթողիկե նվիրաբեդության աբակա ծարակ ղերականներ։ Ասկին ընձայված զմար ու արձիվյա միապանության ժառանգավորները իրենց պարսակույն ուսումը կկատարելակործեն Իտալիո համալսարաններում մեջ։ Անոնք եվրոպական մնայուն արժեքներուն հետ առնչվելով անտերց
Միշտ կմնան ջերմերանց երկրբակունները ազգային արժեքներուն, հավատքին, լեզվին, մշակույթին, գենցաղին եւ ավանդություններուն։ Քանզի անոնց ազգային խմորումները ի սկզբանե տրված են անխախ հիմքերու վրա։ Լիբանանի մեջ լուսարձակները հերու Մեգուսի սրբավայրի զմարյա միապանության տբրևանքի մեջ։ Տբրևանքից նորագերտ շենքի 50-ամյա հոբելյանին ընթരാճ հուսք սրդակին շնորհակալական խոսքը մեր նախնյաց բարյակներուն, մեծավորներուն, դեսուշներուն ու գեղերական տասի բոլոր անոնց, որոնք մեծ նվիրումով ու զոհաբերությամբ գործեցին ի խնդիր նորընձայարանի բարգավաճման ու նորահաս սերունդի պատրաստության, ինչպես նաև հատուկ շնորհակալություն մեր շատ սիրելի բարերարներուն, որոնք արադորեն իրենց լումաները դրամատրեցին ու մինչև օրս կշարունակեն ներտնել, որբեսի մեր ժառանգավորները ապրին բաճած ծևով ու լավակույն միջոցներով պատրաստվին ապագայի նվիրյալ ծառայության։